Մեր հաջորդ երկու դասախոսությունները հետևյալ ձևով բաժնված են հաղորդակցություն, communication, communication եւ հագամարտություն, conflict։ Ուրեմն communication and conflict, communication եւ conflict։ Այս երկու կարևոր մասերը անհրաժեշտ են, որ նկատի ունենանք մեր այս կոնֆերանսում, ինչու որովհետեւ մի քիչ առաջ մեր քույրերից մեկը հարց մտալիս էր եւ որ ինքը նկատեց այստեղի սլայդը եւ միասին զրուցում էինք, հարցրեց եւ լավ հարց էր, որ եթե զույգը իրար սիրում է, ինչու համար պետք է որ հագամարտություն լինի։ Ասեցի հագամարտություն այսինքն ոչ թե այսինքն գլուխի կրվում են, մազ փետում են, այդ առումով չէ, ապա անհասկացողություններ կարան լինեն։ Մեկը բանը ասեց, մյուսը սխալ հասկացավ, զոր օրինակ։ Ինքը պատասխանեց ավելի մի քիչ գոբիտ ցևով։ Գինը իհարկե հագաստեցություն ցուցաբերեց, եւ նրա համար է որ պետք է խոսանք հաղորդակցության եւ հագամարտությունների լուծման մասին ամուսնության մեջ։ Բայց նրանից առաջ ուզում էի մեկ-երկու բան ասել, կապ ունի այսօրվա հետ։ Նախ եւ առաջ Սամեղբայրը մեր մեջն է, ուրախ ենք Սամեղբայրս, որ եկաք, Տիրոջից շնորհակալ ենք ձեր մասնակցության, ծառայության համար էլ։ Հիմա գիտենք Շուշանքույրը ինչու ժպտում է, որ դու այստեղ ես։ Իհա, չեկածեդ ինքը շատ ուրախ չէր երևում միջ։ Բայց եղբայրներից զրուցում էին այսօր ասելով, որ մեր մեջը, մեր տղակները վախկոտ են։ Ոնց, ինչպես վախ ունեն մոդիգանալու մեր քույրերին։ Շուշանքույր ինչ անենք։ Սամեղբայր մի քիչ առաջ ասեց, 2 րոպե առաջ ասեց, եթե արդեն իսկ պատրաստ անցիկ չգան ամուսնալու, պետք է հետ գնան։ Պետք է հետ գնան։ Մեր նպատակը սա է։ Եվ ուրիշ մի բան եւս անդրադարձա, որ կան եղբայրներ, որոնք նախընտրում են նրանց թանկագին ժամանակը կոնֆերանսի ընթացքում, ես չեմ ուզում մեկում նայել, որ մեկը չասե ումի նայում եմ, գիտես, չէ, այնտեղ չէ, Արթուր եղբայրս չէ, Արմենե քույրս չէ, ոչ դու ես։ Բայց կան եղբայրներ, որոնք հաղորդակցում են միասին նարդի խաղալով։ Լավ է նարդի խաղալը, բայց ժամանակ տվեք իրար հետ անարումով, որ գադակ եմ անում իհարկե։ Ավելի մոդիգացեք, շփվեք, քույրերի հետ ժամանակ անցկացրեք, որպեսզի այդ ժամանակը թանկագին է օգտագործենք։ Սա չի նշանակում, որ անպայման մադանի պետք է տնեք, թեև մենք ակնկալում ենք, որ մի քանիներ քոնե մադանի բերած լինեն էդերնին, բայց սա ուրիշ հարց է։ Դու բերած ես։ Դու պետք չունես։ Հա, ուրիշների համար բերած ես։ Հա։ Օ, դեսակ ինչ ասես Արթուր եղբայրը, մինչև որ առնվազն մի զույգ չի կոյանա, մինչև վաղ ունեք, հա, չեք կարող դու վերադառնալ։ Շատ լավ, ուրեմն սկսենք հաղորդակցություն եւ հագամարտությունների լուծում։ Մի քիչ հիմնարար գեցվածքների վրայով արագ վերանայում անենք, առաջ որ անդրադառնանք հաղորդակցության բաժնին, communication-ի բաժնին։ Ամուսնություն, եւ որ ասում ենք, իհարկե պետք է միասնություն լինի ամուսնության մեջ։ Սրանք պարզապես արագ վերանայում անում ենք։ Դուք հագարագործներ չեք, այլ դաշնագիտներ։ Ամուսնության մեջ մարդը եւ գինը մենք դաշնագից ենք։ Միասին ենք, ուխտ տրած ենք, որ միասին լինենք եւ մնանք։ Դաշնակցություն կա այդտեղ։ Հագարագործներ չենք, բայց այո, ինչպես այդ քրոջը հետ խոսում էի, առաջ որ այս դասախոսությունը սկսենք, ուրեմն ասեցի, որ հա, երբեմն նույնիսկ լավագույն ամուսիններու մեջ, որ սիրում են իրար, ջերմ կերպով, կարող է
երբեմն անհասկացողություն լինի, փոքր խնդիրներ լինեն։ Ըսիսավ, մեկը ասում է այդպես, մյուսը ասում է այնպես, մեկ ուզում է այսպես անենք, բայց գինը ասում է ոչ այդպես անենք, կարող է պատահել։ Սա չի նշանակում, որ սիրո պակաս կա։ Ինչու որովհետև մեր հասկացողության մեջ մեր մտքի ետևը արդեն ունենք այդ իրողությունը, որ մենք սիրում ենք իրար, ինչ ալ պատահի։ Նույնիսկ եթե մի քիչ կոպիտ վարվեցա իմ խոսքի մեջ, այո, խոստովանես, թե դիրոջը թե գնգատ եւ շարունակես։ Խոնարհություն Աստծո եւ ամուսնու առջև։ Սրանք հիմնական գեցվածներ են, որ պետք է գոյանան, որբեսի մեր հաղորդակցությունը եւ կոնֆլիկտների լուծման այդ գործընթացը ճանկը ավելի հեշտ ընթանան։ Ինչու որովհետեւ եթե այս հիմնարար գեցվածները չգան մեր հասկացողության մեջ իբր զույգ, դժվար կլինի, երբ կոնֆլիկտների առջև ներկա ենք։ Այդ խոնար մոդեցումը պետք է լինի իրար առջև։ Հբարդությունը մդերմության թշնամին է։ Հբարդությունը մդերմության թշնամին է։ Հբարդություն բանը երբեք պետք չէ լինի մեր մեջ։ Օ, իմ արժանապատվությանս տվավ։ Այսպեսի արտահայտություն ես հիշում եմ, երբ Լիբանանում էի, իմ փոքր տարիքի շատ լսում էի։ Մարդիկ օգտագործում էին արժանապատվություն։ Մտածում էի, ինչ է արժանապատվությունը սված բանը։ Հետո հասկացա, որ թաքնված հբարդություն է։ Ուրիշ հիմնարար գեցվածքը սերը որպես կառավարող զգացմունք։ Սերը լսում է, սերը սպասում է եւ սերը ներում է։ Այսինքն սերը լսում է, որ սպասում է, ասում է, այսինքն համբերում է եւ իհարկե սերը ներում է։ Եթե սեր չկա, մենք գիտենք, ոչ մի ամուսնություն չկարող հարադեվել։ Եվ իհարկե սրա այդ կապ ունեցող ներողամտությունը որպես կենսակերպ։ Մենք սրա մասին արդեն իսկ խոսեցանք, ներումը ընդրովի չէ, այլ անհրաժեշտ է։ Չես կարող ասել, ես եթե ցանկանամ կներեմ, եթե չցանկանամ չեմ ներում։ Մենք հիշում ենք Եփեսացիների 4:32-ը, կարդացինք սրանից առաջ, մի հատ էլ կարդանք, Աստծո ինչ ասում է։ Միմյանց հետ քաղցր եղեք, գտած, միմյանց ներելով։ Ինչու՞։ Ինչու պետք է ներենք, որովհետև ամուսինս լավ մարդ է։ Շատ հիմարական բաներ ըրավ վերջերս, բայց լավ մարդ է։ Ամուսինս բարի մարդ է։ Ամուսինս կարժե, որ նրան ներեմ։ Ամուսինս լավ հայր է, լավ եկեղեցամարդ է։ Այս բոլորը կարող է լավ լինեն, բայց ոչ մեկը սրանցից պատճառ չէ իրար ներելու։ Ինչու որ սա եկեղեցվո իհարկե ուղարկված է, բայց մեզ համար կիրառումը իբր զույգեր շատ կարևոր է ներելու հարցը։ Իրար պետք է ներենք, ոչ թե որովհետև ինք արժե, որ ներեն նրան։ Որովհետև ասում է այստեղ, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ցես ներեց։ Հիմքը Քրիստոս է։ Աստված ոնց ներեց ինձ եւ քեզ, նույնպես այդպես կներես քո գողագիցիդ։ Հիմա իհարկե կարող եք մտածել, որ եթե շնություն նրա մասին խոսանք։ Եվ այս երեկո Տերեգամի երկու խմբերի բաժնվենք, տղամարդիկը մի խումբ, հարց պատասխանի ժամանակ կունենանք, կանդրադառնանք տարբեր հարցերի, քույրերը շան քրոջի հետ կլինեն այս երեկո, եւ գարանք այդ հարցերը տալ, եթե պետք լինի։ Ընդրովի չէ ներումը։ Չես կարող ասել, եթե ես ցանկանամ կներեմ։ Սուրբ Գիրքը այդպիսի մոդեցում ներման նկատմամբ չի ճանաչում։ Չես կարող ասել, որ այս եղբայրը ինձ բոլոր ադենը սարքից կանչում է օրինակ, իսկապես սարքից կանչում է։ 4-5 անգամ սարքից կանչեց, 3 վնե էր։ Այսինքն փորձվեցա նրան չէ, ներված է եղբայր։ Ներումը ընդրովի չէ, այն անհրաժեշտ է մեր հոգևոր աճի համար, մեր հավատքի համար։ Որովհետև մարդիկ նայում են ինձ, միտե ես քրիստոսավայել գեցվածք ունեմ,
Ներումով գարամ ցույց տասա։ Ուրիշ մի եւս շնորհքով լի խոսք։ Մեր խոսքերը շնորհալի պետք է լինեն։ Եփեսացիների 4:29-ից 31 կարտացեք։ Խոսքերը կամ գամուրջներ են, կամ արգելքներ։ Այդ խոսքերը, որ օգտագործում ենք, մենք իհարկե հաղորդակցության մասին խոսում ենք այս պահում։ Communication, communication։ Խոսքերը կամ գամուրջներ են, կամ արգելքներ են։ Ինչ ասում ես եւ ոնց ասում ես քո ասածը կարեւոր է։ Միայն ինչ ասածը չէ որ կարեւոր է։ Հա բայց ես նրան վատ բան չասեցի։ Ասեցի որ դու թթումի նման չաղես։ Բամը չասեցի, թթումը լավ է, առողջական է ուդելը թթումը։ Հա բայց գիտես ինչ արեցիր աղջիկան։ Իհարկե, ծայրահեղ օրինակ է։ Կամ ինչպես։ Հա, ագրավ, ադիդապեր, աղավնի ասենք կոնը, այսօրվա խոսքերի համասեն։ Ագրավ ասես, այո, բոքսը գուդես, այո։ Կոնը աղավնին դարբեր է։ Ուրեմն մեր խոսակցությունը շնորհքով պետք է լինի։ Հեզության տոնով պետք է լինի մեր խոսակցությունը։ Հեզությունը վերահսկողության տակ գտնվող ուժ է։ Մարդիկ այսօր կարծում են, որ հեզ հլու լինես, խոնար լինես, դու ուրեմն ոնց որ մարդ չես, տղամարդ չես, տկար ես։ Ընդհակառակը, մեկը որ կարող է հեզ մնալ կոնֆլիկտի մեջ, հագարակության ընթացքում որ ցուցաբերված է նրա դեմ, այդպիսի անձը կարողություն ունի ինքնին կոնտրոլ անել, վերահսկել։ Սա ուժ է։ Ուրեմն ինչ որ ասենք խոնարհությամբ, հեզությամբ, շնորհքով, սիրով, ներողամտության հոգով պատրաստ լինենք լինել, ինչու որովհետև մարդիկ միշտ պիտի վիրավորեն մեզ խոսքերով։ Մենք նրանց կվիրավորենք խոսքերով, չէ՞։ Անում ենք։ Էլի ասենք, երբեք չկա զույգը, ինչ որ քրոջ հետ զրուցեինք, առաջ որ սկսեցինք, երբեք չկա զույգը, որ կարող է ասել, նույնիսկ լավագույն զույգն էլ նրա կյանքում չի կարող լինի, որ երբեք, ասենք, չի բադահել, որ անհասկացողություն լինի նրանց մեջ։ Նույնիսկ փոքր, եթե անհասկացողություն լինի, կամ սրտնեղություն լինի, ինչու՞։ Եվ որ քույրը ասես, հա, բայց եթե իրար սիրում են, հասկանում եք, իրար սիրում են, գիտեն, որ իրար սիրում են։ Գիտեն, որ ինչ որ ասում են իրար, կամ անհասկացողություն, որ փորձարկում են իրար մեջ, ժամանակավոր է, բայց որովհետև ամենքս աթեր մեղավոր մարմնի մեջ ենք, եթե մեր հոգևոր քայլվածքը Քրիստոսավայել Սուրբ Հոգով չլինի օրեօր, ավելի հագամետ կլինենք, ավելի հեշտ կլինի իրար ցավցնելը, իբր մարդ եւ կին, իբր ամուսնացած զույգ։ Նրա համար շատ կարևոր է, որ միշտ մեր քայլվածքը Քրիստոսավայել լինի, Սուրբ Հոգով լեցուն լինի, Տիրոջ խոսքի համաձայն լինի։ Ուրիշ հիմնարար գեցվածը համբերություն գործընթացում։ Համբերություն գործընթացում։ Ինչու՞ որովհետև բադահարմը կա, սա մի գործընթաց է ամուսնության մեջ։ Շուտով եթե ասես, որ նրա դրդաբաճարը ինչ է արդյոք ինձ այդպես ասեց, կամ այդպես խոսեցավ հետս, կամ ինչու համար այսօր ինձ ջազ չսարկեց, կամ եթե ջազ սարկեց, էլի մեր սիրած տոլմային վերադառնանք, տոլման սառն էր, ջերմ չէր։ Ինչ միտե ինձ չի սիրում այլևս, որ իմ տոլման չի դալի ինձ իմ սիրած ցևով։ Համբերությունը ժամանակի ընթացքում ցկվող սեր է։ Եվ համբերությունը ցուցաբերում է, որ սեր կա։ Սերը այնտեղ է, շարունակում է։ Սիրով ճշմարտություն ասելը։ Ասել գա եւ ասել գա մի բան, չէ՞։ Մեկումը գարաս քո ասած խոսքով վիրավորել, նեղացնել, սիրտը կոտրել, բայց սիրով պետք է լինի ասածդ եւ ճշմարտության համաձայն պետք է լինի ասածդ։ Դու կարաս զորօրինակ ընկած ասել զորօրինակ։ Եթե այդպես պատահեց, որ մի օր առաջ
դու հնարավորություն ունեցար ուրիշ կնոջ հետ զորնակ դեմը հաց ուտել, ուրիշ քաղաքում, եւ եկար կնոջդ դինդ քեզ հարցրեց, ուր էիր, երեք ուր էիր, ումի հետ էիր, օ քաղցրս, հոգիս, սիրտս, աբասի քեզ այս ծաղկեպունչը, շոկոլադը եւ այլն, մի քիչ փող գտաս կնգամ որ խապես, հապա ճշմարտություն չասեցիր, կարող է որ քո ասածը սիրով է, բայց ճշմարտության բագասը ունի, նրա համար ճշմարտությունը սիրո պետք է լինի եւ սերը ճշմարտության համացան պետք է լինի, ճշմարտությունը առանց սիրո դաժանություն է, սերն առանց ճշմարտության կեղծավորություն է, սա կարևոր է, ճշմարտությունը առանց սիրո դաժանություն է, մտորեք սրա վրայով, ինչու որովհետև դու կարաս մեկումը ճշմարտությունը ասես, զորնակ եկեղեցիում, ուրիշ քրոջը, քույրը քրոջը ասում է զորնակ, դու այսպես արեցիր ինձ թեմ, զորնակ, եկեղեցու մեջ։ Նույնիսկ եթե դիմացի քույրը ասե, որ չէ, ես քեզ ճշմարտությունը ասես, բայց ուր է սերը։ Ուր է սերը։ Ինք կարա ասել, բայց քեզ ճշմարտությունը ասեցի, որ դու հոգեորապես լավ չես Տիրոջ առաջ, բայց ասել գա, սիրով ասել գա։ Քույրը քրոջը ասե, քույրիկ ջան, նայր, ես տեսնում եմ, որ Տիրոջ առջև լավ չես քայլում, ես ցանկանում եմ, որ լավ քայլես, աղոթում եմ քեզ համար սիրով։ Հետո սերն առանց ճշմարտության կեղծավորություն է։ Ինչու եթե սդություն գա այդ հարաբերության յետևը, նույնիսկ եթե սիրո այդ դուրսից երևելի գերբարը գա, բայց ճշմարտության համացան չէ, կեղծավորություն է սա։ Փոխածար հնազանդություն, սրա մասին բավական խոսեցանք, հնազանդությունը թուլություն չէ, այլ քրիստոսանմանություն։ Եվ որ Սուրբիկը ասում է, որ իրար հնազանդ եղեք, Քրիստոսի վախովը, Ազո վախովը։ Դասը բադիվ եւ հարկանք ցուցադրել իրար անտեպ, իբր ամուսին զույգ։ Հարկանքը ամուսնական հաղորդակցության թթվածինն է։ Օքսիգեն։ Հարկանքը ամուսնության հաղորդակցության թթվածինն է։ Մեկը գարա իր գնոջի հետ խոսալ, կամ կինը իր ամուսնու հետ խոսալ, բայց երբ դիմացինը անդրադառնա, որ հարկանքի բագասը գա, դիմացինը այլևս արդեն մի խոսքով ականջները փակելու սկսում է։ Չի ուզում մտի գնել այլևս, չի ուզում այլևս շարունակի մտի գնել։ Ուրեմն հիմա սկսում ենք, սրանք հիմնարար գեցվածներն էին։ Սրանք կարևոր է որ այնտեղ լինեն մեր կյանքում, որովհետեւ մենք կարողանանք մեր հաղորդակցության մեջ եւ կոնֆլիկտների լուծման մեջ շիդակ արդյունք ունենալ։ Հաղորդակցման պրակտիկաներ, կորզելագերբեր։ Թիմեք, ակտիվ լսողություն։ Որքան ադեն ամուսնու եւ նրա գնոջ միջև խնդիր լինում է, անհամացանություն, տառնություն, ինչու որովհետև պատրաստ չենք իրար լսելու ակտիվորեն։ Սա շատ հիմնական է։ Մեր communication-ի, մեր հաղորդակցության այդ գործընթացում։ Պետք է սա միշտ մեր ոնց որ աչքի առաջ լինի։ Ինչու որովհետև ամեն օր մեր կնգա եւ ամուսինի հետ, եթե գինես քո ամուսինի հետ, տղամարդ ես քո գնոջ հետ, միշտ այս փորձիչ ասպեկտը գա, այս փորձությունը գա, որ բամը խոսա ինքը, ես պատրաստ չեմ էլի գնանք խելքս ուրիշ տեղ է, մտածում եմ Ռեալ Մադրիդը եթե գրեց Բարսելոնայի կամ ոչ, ուսամ Բարսելոնան գրեց։ So գինը բայց բամը ուզում է ասել, ֆուտբոլի մասին չի խոսում։ Խելքը ուրիշ տեղ է։ Կարևորություն պետք է տանք մեր ամուսինների խոսակցության։ Մեր խելքը պետք է լինի զորոնակ Աֆրիկայում կամ Ասիայի արևելքում, երբ մեր գինը խոսում է մեզ հետ։ Այո, որոշ ադեններ դժվար է սա անելը, բայց պետք է սա անենք։ Հակոբոս 1:19 ասում է,
Հակոբոս 1:19 իմացեք իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի խոսելու մեջ, չէ՞։ Լսելու մեջ։ Ճատ սուբքի կմի կորզածեր, ադի ուրի սուբքի եթե ասեն է կեզ խոսելու մեջ։ Արագահաս լինի լսելու մեջ եւ ծանրաշարժ խոսելու եւ բարգանալու մեջ։ Լսելը կարևոր է։ Հետո արագած 18-13 այսպես ասում է։ Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար իմարություն եւ նախադինք է։ Երբեմն ամենքս այդ ասենք թագարտի մեջ կարանք ընկնել։ Մեկը իբր գին սկսում է քեզ հետ խոսալ, դու ամուսինն ես, առաջ որ լրիվ մդի գնես նրա ինչ որ ուզում է ասել, արդեն ես դու վճռած ես պատասխան տալ։ Հələ կեցիր, մդի կարա լրիվ սպասիր, ինչ պիտի ասե քո գինը կամ ամուսինը, եւ հետո պատասխան տուր։ Արագած ասում է, ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, կատարել ապես լսելը, դա նրա համար հիմարություն եւ նախադինք է, ինչու որովհետեւ այսպես ինչ որ մուլտիկներու մեջ երբեմն լինում է ասանք այդ բանը գիտեք, ասի մի խոսքով հետո անդրդառնում է, այս թամնջերի պես ոնց որ էշի ականջներ բարձրանում են, որ հիմարի պես զգում է ինքը։ Տեսած եք, չէ՞։ Թամնջերին սիրում եմ։ Նրա համար է, որ այդպիսի ադենների պետք չէ մատնվենք։ Ակտիվ լսողություն։ Ակտիվ լսողություն։ Լսելը սեր է գործողության մեջ։ Լսելը սեր է գործողության մեջ։ Ինչու որովհետև մենք այս հարաբերության մեջ ենք, մեր հաղորդակցությունը կարևոր է մեզ համար, եւ լսելը սիրո արտահայտություն է այդ գործողության մեջ։ Իհարկե, ակտիվ լսողության մյուս կողմը գոբեգին դանդաղ խոսելն է, ինչ որ Հակոբոսի մեջ արդեն գարտացինք, չէ՞։ Ոչ թե արագահաս լինենք խոսելու մեջ, ապա լսելու մեջ արագահաս լինենք, ապա ծանրաշարժ, կամած խոսելու մեջ։ Եվ իհարկե բարգանալու մեջ, ինչու որովհետև եթե մդի գնենք առաջ եւ գամած խոսանք, շատ շուտով չենք բարգանում։ Բայց երբ արագ խոսում ենք, մեր իմարությունը դուրս տապում ենք եւ բարգանում ենք։ Դանդաղ խոսել կարևոր է մեր հաղորդակցության գործընթացի մեջ, իբր զույգեր։ Արագած 10:19 ասում է, 10:19 ասում է, շատախոսության մեջ հանցանքը բագած չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։ Ուշիմ է իր շրթունքները զսպողը, դանդաղ խոսողը։ Ամենքս սիրում ենք խոսել, բայց սա չի նշանակում, որ պետք է խոսենք ամենատեն, մեր ուզած ցևով։ Հիշում եմ տարիներ առաջ քարոզիչ եղբայրը, որ հիմա դիրոջ կով է, մի անգամ քարոզի մեջ ասեց. ամեն խոսք, ամեն դեղ չսվիր։ Խոսքա, որ այստեղ կարելի է սվել, բայց ուրիշ տեղ, ուրիշ ադեն չկարող սվել։ Համատեքստը դարբեր է, բարական դարբեր է։ Ամուսնության մեջն է նույնն է։ Ամեն խոսք, ամեն դեղ չես կարող ասել, ամեն խոսք քո գնոջը, քո ամուսնուց չես կարող ասել, քո ուզած եւ քո ուզածատեն։ Զգուշ պետք է լինես։ Գշրե քո խոսքերը առաջ որ ծախես քո գնգան։ Ինչպես որ մեկը որ ինքը վաճառող է, ոնց որ մի կիլո կարտոֆիլ գշրե առաջ, հետո ասելիքը ասի, հետո հրամցրու, հետո դուր նրան։ Ուրեմն ակտիվ պետք է լսենք, ակտիվորեն լսենք, լսողներ լինենք եւ դանդաղ խոսողներ լինենք, որովհետեւ մեր communication-ի ճանկերը, հաղորդակցության ճանկերը առողջ մնան իբր զույգեր։ Լրությունը կարող է ավելի բուժիչ լինել, քան խոսքը։
լրությունը ավելի կարող է բուժիչ լինել։ Օ ես ասելիք ունիմ, պետք է ասեմ, պետք է խոսամ։ Եթե չխոսամ, պիտի մեռնիմ։ Երբեմն այնպես մտածում ենք, չէ՞։ Չի ավելի լավ է չասելը երբեմն, քան թե խոսալը, դանդաղ խոսել։ Խուսափել գոբիդ խոսքերից։ Խուսափել գոբիդ խոսքերից։ Իհարկե, երբ ալ խոսենք, վերջը, մեր խոսքերը գարձր են, գոբիդ են, դաժան են, շնորհի բագաս ունեն, ոնց է։ Արագած 15:1 ասում է, Արագած 15:1 Մեղմ պատասխանը ծասումը, բարգությունը հանգստացնում է։ Մենք հայերենով այդ արագը ունենք, որ ասում է, որ անուշ խոսքը օծը ձագից դուրս անում է։ Մտածեք նրա վրայով։ Մեղմ պատասխանը ծասումը հանգստացնում է։ Իսկ նախադական խոսքը հակառակը կանի, գրկրում է բարգությունը, ոնց որ գարձեք թե բենզինի վրա ավելի, օրինակ գրագի վրա ներողություն, ավելի բենզին տապել։ Ոնց գրագի վրա ավելի բենզին տապես եւ հույսով ես, որ այդ գրագը գմարի։ Չէ, չի կարող այդպես լինել, ավելի գրագը գաճի։ Նախադական խոսքը գրկրում է բարգությունը։ Արագած 12:18 Արագած 12:18 շատախոսքը, որ սրիբես խոցոդում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։ Այսինքն հագատրությունը շատախոսի եւ ոչ շատախոսի մեջ է։ Չի ասում այդ երկրորդ մասը արագին, որ երկրորդ մասը ոչ շատախոսի մասին է, հապա իմաստունի մասին է ասում։ Իմաստունը նա է, որ ոչ շատախոսն է, ինչու որովհետև երբ քիչ խոսում է, գշրված խոսում է, հարգանքով խոսում է, համբերությամբ խոսում է, առանց բարգության խոսում է, ավելի գշրված խոսում է։ Բայց շատախոսը միայն ինչ որ իր սրտի մեջ ունի, ուզում է դուրս տապել։ Եվ այդպիսի անձը ինչ անում է, սրիբես խոցոդում է։ Չէ՞ սուրը խոցոդ է։ Ինչու որովհետև իր խոսքերը շնորհալի չեն, բարի չեն, գշրված չեն, համբերադար չեն եւ այլն։ Եվ նորից այդ հատվածը անդրադառնանք Եփեսացիների 4 29-ից 31 Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա։ Դժվար է սա անելը, չէ՞, բայց պետք է այսպես անենք։ Միայն այն, որ բարի է, հավատի շինության համար բիդանի, որպես շնորհ տա լսողներին։ Հիմա ոնց գոբիդ խոսքերը գարան շնորհ տալ լսողներին։ Չեն կարող։ Բայց Աստծո ասում է, որ ձեր բերանից այնպիսի խոսք դուրս գա, որ շնորհ տա լսողներին եւ մի դրտմեցրեք Աստծո Սուրբ Օգուն, որով գնկվեցիք բրգության օրվա համար։ Ինչու է համար աստեղ է։ Ինչու, որովհետև հետո ասում է ամեն դառնություն, բարգություն, սրտմտություն, աղաղակ եւ հայոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ անտերց։ 29 եւ 31-ի մեջ սանդվիչի նման, բուրգերի նման այդ միսը կա, որ Սուրբ Օգու մի դրտմեցնեք, որ բրգության օրվա համար գնկված եք։ Եվ մյուս նախորդող եւ հաջորդող երկու արտահայտությունները մեր խոսակցության, խոսելագերբի հետ կապ ունեն։ Սուրբ Օգի դրտմեցնելը մարդիկ երբեմն կարծում են, որ եթե մեկը բարձրապես շնության յանքի մեջ ինգնե, գողություն անե, մեկը սպանե, ոչ, միայն սրանք չեն, որ կարան Սուրբ Օգին դրտմեցնել։ Հոս ասում է, որ ձեր բերանից խոսքը, ձեր դառնությունը, բարգությունը, աղաղակը, սրբությունը Սուրբ Օգին կարա դրտմեցնել։ Ուրեմն երբեք չկարծենք, որ մեծ մեղքերը միայն կարող են Սուրբ Օգուն դրտմեցնել։ Մեր գարձեցյալ փոքր մեղքերն էլ կարան Սուրբ Օգուն դրտմեցնել։ Տոնը, ցայնային տոնը ծեր ուղերձի երաժշտությունն է։ Ուղերձ ունիս, բամ ունիս ասելիք։ Բամ ունիս ասելիք մեգումը։ Գնոջդ, ամուսնուդ։
Ձայնի տոնը կարևոր է։ Ինչպես ասում ես, ինչ որ ասում ես։ Միայն բովանդակությունը չէ քո ասածիդ, որ կարևոր է, հապա ոնց ասում ես, ինչ որ ասում ես։ Տոնը կարևոր է։ Խուսափել գոբիտ խոսքերից։ Լավ նպատակով խոսել։ Իհարկե։ Միայն չէ, որ կամաց խոսանք, արագ լանք լսելու, գոբիտ խոսքերից խուսափենք, հապա լավ նպատակով ալ խոսանք, այսինքն մեր խոսածի մեջը շինիչ նպատակ թող լինի, օգտակար նպատակ թող լինի։ Արագած 16:24 Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն եւ բժշկություն ոսկորներին։ Վայելուչ խոսքը, այդ խոսքը, որ ճիշտ իր ժամանակի նսված է, սա շինիչ է, շինիչ նպատակ ունի։ Սամոս 19:14-ում կարդում ենք, որ սա Սամոս 2 խնդրանքն է, աղոթքի նման։ Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը եւ սրտիս խորհուրդները, ով դեր իմ վեմ եւ իմ բրգիչ։ Մենք ցանկանում ենք, որ մեր խոսքերը եւ մեր սրտի մտքի խորհուրդները Աստծո առջև ընդունելի լինեն։ Երբ կարան ընդունելի լինել, երբ մեր խոսքերը եւ մեր սրտի խորհուրդները բարի են նպատակով։ Եթե չարը լինեն, մենք գիտենք Աստծո առաջ ընդունելի չի լինում։ Նմանապես մեր գնոջը, մեր ամուսնույն, երբ որ խոսում ենք մի բան, ոնց կարանք, որ մենք համոզված լինենք, որ մեր խոսքը, որ ասեցինք եւ իմ սրտի այդ շարժարիթը, որ արտահայտվեցինք մեր գնոջ առաջ, ոնց կարանք մենք իմանալ, որ ընդունելի եղավ մեր գնոջը կամ ամուսնուն։ Ուրեմն շարժարիթը կարևոր է։ Մոտիվացիան ինչ է։ Նպատակը ինչ է։ Լավ նպատակ կա խոսածիդ ետևը կամ ոչ։ Մատթեոս 12:36 եւ 37 Բայց ասում եմ ձեզ, Տերը ասեց, որ ամեն դադարք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դադարք խոսքը լավ նպատակ չունի։ Դադարք խոսքը լավ նպատակ չունի։ Որ մարդիկ խոսում են դադաստանի օրը հաշիվ պիտի տան, որը քո խոսքերից պիտի արտարացվես եւ քո խոսքերից պիտի դադարեցվես, այսինքն քո խոսքերը պիտի Երևան անեն, որ քո ուսածդ լավ նպատակով էր, շինիչ նպատակով էր, Աստծո կամքի եւ բարքի համաձայն էր կամ ոչ։ Յուրաքանչյուր խոսք սերմ է։ Ինչ եք դուք ցանում։ Յուրաքանչյուր խոսք սերմ է։ Ինչ եք դուք ցանում։ Եթե լավ նպատակով, լավ շարժարիթով ցանված է, սա օգտակար է։ Մտադրությունների բարձրապանում, մեր հաղորդակցության մեջ, մեր communication-ի մեջ շատ կարևոր է, որ ես իմ գնոջս բարձրապանեմ խոսվածքովս իմ մտադրությունս, թե ինչ ուզում եմ ասել, ինչ որ ասում եմ նրա միջոցով։ Որտեղ քո ասածդ կամ ասածդ եթե մեջը կարող է որ ընդգրկե, բարունակե երկու տեսականի մեկնաբանություն, սա կարող է խնդիր լինել։ Քո ասածդ այո թող լինի, ոչդ ոչ թող լինի, Տերը ասեց, չէ՞։ Այդ սկզբունքի համաձայն է։ Ինչու, որովհետև մենք կարանք մի բան ասել, բայց մեր մտադրությունը հստակ չլինի դիմացին։ Եվ քո գնոջը պետք է հստակ անես քո մտադրությունը, թե ինչ ուզում ես ասեցիր։ Ինչպես որ մի քիչ առաջ խոսեցանք, Դավիթի ասածի նման, եթե գնոջս ասեմ օրինակ կամ դու օրը գնոջդ ասես, աչքերդ ագրավի աչքերու նման են։ Ինքը ինչ անում է քեզ, մտածում է սա միտե Սողոմոն նրա մասին խոսացավ, չէ՞ միայն ահավիների մասին խոսացավ։ Չէ՞։ Նրա համար քո մտադրությունը հստակ պիտի ունես, երբ գարիկը գա։ Երբեմն հստակ է ասածդ։
Եվ որ զորնակ ասես կնոջը, գնիկ ջան, ես սոված եմ։ Գինը պիտի չի հասկանա, որ կարող է միան դու սուրջի գարիքը ունես։ Բայց եթե ասես գնոջը, կին ջան, նայե, ես քեզ շատ սիրում եմ, բայց գինը գասեն այ սիրում ես կամ բայց կա։ Հստակ արա, քո մտադրությունը ինչ է այդպես ասելով։ Արագների 25-րդ համար։ Մարդու սրդի խորուրդը խոր ջրերի նման է, բայց խոհե մարդը, իմաստու մարդը այդ դուրս է հանում, կարողանում է դուրս հանել եւ ինքնին բարձապանել, թե ինչ ուզում է ասել իր ասելիքով։ Սա կարևոր է։ Նրա համար է, որ պետք է ինքնինս վարժեցնենք, որ մենք երբ մի բան ասենք, հստակ խոսանք, մեր զրույցը, մեր հաղորդակցությունը հստակ լինի, որպեսզի ուրիշ մեկնաբանությունների առիթ չդրվի, որ դիմացինը չասի, որ գինս ինձ ասպես ասեց, բայց չգիտեմ, միթե ինձ հարգում է կամ ոչ այդ ասալովը, կարևոր է սա, խոսիլը թյուրին է, ինչպես որ մենք անգլերենում ասում ենք, words come a dozen for a dime, այսինքն բարերը նրանք էժան են, դու գարաս 12 բար, ասի մի խոսքով մեկ կոբեգով ալ կնես, մի խոսքով բարերը էժան են, բայց ոնց կասես, ինչ կասես, ինչ հոգով կասես, կարևոր է սա։ Նրա համար է, որ խոհե մարդը կարող է իր սրդի մեջի եղած խորհուրդները դուրս անել խոր ջրերի նման։ Ինչու որովհետև ինք աշխատում է, այդ չանկը տապում է։ Հովնանի մեջ, հիշում եք Հովնանի պատմությունը։ Հովնան մարգարեն ինչ արեց։ Աստված իրեն ուզեց ուղարկել Նինվե, ինքը չուզեց, որովհետև նինվեցիները վայրակ ժողովուրդ էին, որ չարչարած էին Իսրայելի ժողովուրդը։ Եվ ինք չուզեց նրանց փրկությունը։ Մենք գիտենք պատմությունը, փախավ, դեր իրենի հետ բերավ, ծգի փորի մեջ, խոստում ունեցավ, չուզելով մի խոսքով գնաց, ավետարանեց, երբ արդյունքը տեսավ, Հովնան ուրախացավ գսես Սուրբ Գիրքը։ Շատ ուրախ էր, որ նինվեցիները զղջացին, ապաշխարեցին, այդպես ասում է, ոչ։ 4-րդ գլխի սկիզբը կարդում ենք, որ Հովնանը խիստ դժգոհեց եւ զայրացավ։ Աղոթք արեց Տիրոջը ու ասաց, նայեցեք, ինչպիսի աղոթք է սա, արամարական աղոթք է։ Օ դեր, սա չէր, ինչ որ ասում էի, քանի դեր իմ երկրում էի։ Դրա համար, ասին, քեզ ասած էի, ով դեր, որ դու ողորմած Աստված ես, բայց սրանք չեն արժում քո ներումդ, դու արժում ես, Ազո ներումը Հովնան մարգարե, ջան։ Դրա համար Հովնան շարունակում է իր այս Հովնանի հոգով լեցուն աղոթքը, ոչ Սուրբ հոգով լեցուն աղոթքը, դրա համար շտաբեցի փախչել Տարսիս, ինքը պատճառաբանություն տալիս է, որովհետև գիտեի, որ դու ողորմած քթարած երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես եւ գզղճած չարիքի համար։ Եվ հիմա ով դեր աղաչում եմ, աղոթքս է, ար ինձանից իմ հոգին, որը մեռնելս ապրելուցս լավ է։ Ուղղակի հիմարություն։ Ազո մարդը գարա այսպեսի բաներ ասել։ Բե չէ ասե, բայց մեղքի մեջ կընկնե երբեմն։ Ինչու որովհետև Դագավին ինքն ալ մարդ է եւ ինքը փորձության մեղքի դված է։ Եվ դեռն ասած, նայեցեք Տիրոջ պատասխանը, միթե լավ է որ զայրացել ես։ Վերջապես Հովնան իր սրդի մեջի եղած մտադրությունը բարձապանեց, որովհետև մինչև այստեղ դեռ մենք չենք կարող հասկանալ, որ իր խնդիրը ինչ է, ինչ է իր խնդրեմը, ինչու չուզեց գնալ Նինվե փախավ։ Առաջին 3 գլուխներում է չենք տեսնում սա։ Այստեղ տեսնում ենք, որ ինքը հասկանում էր, որ Աստված ներող կթարած ողորմած Աստված է, իր սրդի մտադրությունը դուրս անեց, բայց անմիտ մարդու պես դուրս անեց այս պարակայում։ Ինքը Ազո մարգարեն է, կասկած չկա։ Եվ այդպես անելով, ինք ցույց տվեց, որ իր Աստծո հետ այդ զրույցը, այդ հաղորդակցությունը շիրակ ինքի վրա չէր։
Նույնպես ալ մենք, երբ մենք մեր գիներու հետ կամ գիները նրանց ամուսիններու հետ այդպիսի ցևով խոսան, ինչպես որ Հովնան խոսեցավ, ինչպես կարա կենթադրել, որ գինը կամ ամուսինը պիտի հագաստեցություն ունենա։ Ես քեզ չասեցի, որ դու ասպեսի անց ես։ Որքան մենք այդպես լսում ենք, չէ՞։ Եվ այդպեսի դանակ խոցարելու պես գնոջը կամ ամուսնու սրդին, այդպեսի որ մենք խոսանք, վարվենք, իհարկե, վերջը սա մեր հաղորդակցությունը դժվարացնում է։ Շփոթությունը հագամարտություն է ծնում։ Ինչու որովհետև երբ մեր մտադրությունները մենք չենք կարող բարձրապանել հստակորեն մեր հաղորդակցության առումով, դիմացի անձին շփոթության կմատնենք։ Եվ Աստված 1 Կորինթացիներ 14:33 ինչ ասում է, Աստված շփոթության Աստվածը չէ։ Այդ համարը, որ այնտեղ կա 1 Կորինթացիս 14:33։ Հետո մեր հաղորդակցության communication-ի մեջ ավելի նախընտրելի հարցեր տալ, քան թե մեղադրանքներ։ Հարցեր տալ, քան թե մեղադրանքներ։ Ինչու շատ անգամ մենք մատ ցույց տալիս ենք, ցուցաբերում ենք, դու, քան թե ասես, միթե կարծում ես, որ դու սխալ արեցիր, ինչ ասում ենք, դու սխալ արեցիր, մի անգամից, այդպիսով։ Եվ սա ինչ կնե մեր հաղորդակցության հետ, իբր այրեր եւ նրանց կիները, խնդիր կբացե։ Արագած 18:2 այսպես ասում է. Անմիդը խոյմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արդայդում։ Այսինքն մի խոսքով, եթե այս համարի գիրառումը, ոչ թե մեկնաբանություն, գիրառումը առնենք մեր ասացի նկատմամբ, որ անմիդը ինչ որ սրտի մեջ կա դուրս կանե եւ մեղադրանք տվողնա, մեղադրանք նողնել նույնպես կվարվի։ Դիմացինի անտեպ, իր գնկան անտեպ, կամ ամուսնու անտեպ։ Դուրս հանեց ինչ որ սրտի մեջ կար, քան թե սրտի մեջի եղածը խոնարհությամբ, հեզությամբ, շնորհալի կերպով զրուցե եւ այդ հարցը չանալուծել, պարզապես ոնց որ կրագումը յետևետևի։ Ինչպես որ մեկը զենքով կրագում է յետևետևի։ Եվ մենք հիշում ենք դերը ինչ արեց Հոբի հետ։ Հոբ մենք գիտենք ինք այո արդար մարդ էր, բայց ինք մի խոսքով դառնացավ Տիրոջ թեմ։ Եվ ինչ բաներ ասեց Հոբը։ 3-րդ գլխից մինչև 37-րդ գլուխը։ Եվ Տերը համբերությամբ սպասում էր։ Մտիկ անում էր Հոբի ասած եւ նրա ընկերների ասածը։ Եվ վերջը Տերը ասում է 38-րդ գլխի մեջ Տերը խոսեցավ։ Եվ Դերը չասեց Հոբի, որ ես քեզ մեղադրում եմ, բայց ավելի հարցական ծևերով։ Տիրոջ մոդեցումը նա է, հարցական ծևերով, նայեցեք, դղամարդու պես Հոբի խոսում է Տերը, դղամարդու պես մեջ կգոդևորիր, ու ես քեզ հարցնեմ, եւ դու ինձ գիծածդ իմացրու։ Ուր էր Տերը ասեց, հարցերով, երբ ես երկինքը ստեղծեցի, երկիրը ստեղծեցի, ես արեցի, են արեցի, դու պատասխան ունես։ Հարցերով Հոբի հասկացրեց, որ ինք շիտակ չէր Տիրոջ առաջ։ Ինչու՞։ Հոբ ասում էր Տիրոջ, որ ասեն մի խոսքով Տեր, դու պետք է ինքսինքդ ցույց տաս այս առումով, այս հասկացությունով, որ այս մարդկանց իմ ընկերներս հասկացես, որ ես արդար եմ, նրանք ինձ անմեղ մեղավոր սեբում են, ես անմեղ եմ։ Բայց Տերը նրան հասկացրեց, որ մոդեցումը այդպես չէ, Աստծո հանդեպ խոսելով։ Այդպես չի լինում, հարցերով։ Սկզբունքը, որ այստեղից տեսնում ենք, եղբայրներ քույրեր ջան, հարցերով, մեր գոհագիցին, քաղցրությամբ հարցով կարանք ասել, քան թե ասելու, որ դու այսպես արեցիր։ Կարաս ասել, որ միդե դու այսպես արեցիր, կամ միդե դու գիտես, ես ինչ բաներից անցնում եմ նրա համար դու այսպես ասում ես ինչ, քան թե ասես դու գիժի մեկն ես, որը դու չես հասկանում ինչ բաներից ես անցնում եմ։ Չէ, դու գասես նրան, պետք է ասես նրան, գին ջան, դու հասկանում ես ինչ դժվարությունների մեջ են, որ մի քիչ մեղմացնես քո այդ մոդեցումով
նրա կեցվածքը, ինչու որտեղ արդեն իսկ կարող է որ ինքը սկսում է բաթմը գառուցել քո առաջ։ Մեղադրանքների դեղ հարցեր տալ։ Հարցերը գաբ են հաստատում, այսինքն այդ հաղորդակցության գաբը ավելի հաստատում են, քան թե մեղադրելը։ Խուսափել սարկազմից և ձաղրից, սա էլ շատ կարևոր է, ամուսնության մեջ, այո, կարող ենք մենք բոլորս էլ ընել սա, բայց սարկազմը և ձաղրանքը խնդիր է։ Մենք գիտենք Սամոս 1-ի մեջ, Սամոս 1:1-2 երանելի է այն մարդը, որ ամպարիչների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, նայեցեք այստեղ, և ձաղր անողների աթոռի վրա չի նստում։ Այսինքն ինք շփում չունի այդպիսի մարդկանց հետ և ինքն էլ այդպիսի մարդ չէ, ձաղր անող չէ, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է եւ այլն եւ այլն։ Հետո Եփեսացիների 5:3-4 Բորունգության ամեն բղծության կամ ակահության անուն անգամ թող չդրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաև գրեհիկ կամ հիմար խոսքերը կամ խեղգադագությունը։ Այդ գրեհիկ խոսակցությունը, առավել խեղգադագությունը, հիմար խոսքերը պետք է չլինեն մեր մեջ ասումը։ Ինչու որովհետև խեղգադագությունը, այդպիսի խոսակցությունը կարա ներառել սարկազմ, կարա ներառել ծաղրանք տարբեր ձևերով։ Եվ զգուշ պետք է լինենք այդպիսի խոսակցելուն։ Արագած 26 հետաքրական հատված է 18-19 Ինչպես խենթը, որ գրագի գայծեր նեդեր և մահ է արձակում, այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում, կատակում էի։ Հիմա պատկերացրեք սա ամուսնական կյանքում։ Ինչպես որ խենթ մեկը, որ գրագի գայծեր նեդեր և մահ է արձակում, այնպես է այն մարդը, այն կինը կամ ամուսինը, որ խաբում է իր գնոջը կամ տղամարդուն և ասում է կատակում էի։ Գիտեք, երբեմն մենք հավատացյալներս էլ կանենք այսպիսի բաներ եւ արած ենք կարելի։ Մեկումը խոսքով վիրավորում ենք, դիտմամբ, հետո ասում ենք, կատակ էր։ Սա շատ լուրջ խնդիր է եւ ամուսնության մեջ մենք կարող անել։ Օրինակ նեղացած կլինենք մեր գնոջից եւ մի բան գասենք նրա, որ նրան ցավացնե, հետո նեղմասնելով ասում կատակ արեցի։ Քան թե ասենք ներողություն, ես հիմար էի, սխալ արեցի, իմ ասածևս շնորհալի չէր, ասում ենք կատակ արեցի։ Որն է կատակ էր չէ թե թաքնված մեղք էր։ Սա շատ կարևոր է։ Սարկազմը արամարանքի լեզու է։ Սարկազմը արամարանքի լեզու է։ Ժամանակին 8-րդ, ժամանակին համապատասխան զրուցել։ Ժամանակին համապատասխան զրուցել։ Ժողով 3-7 ինչ ասում է։ Ամեն բանի ադեն է գա, բادرելու ժամանակ եւ գարելու ժամանակ, լերելու ժամանակ եւ խոսելու ժամանակ։ Իհարկե, ամեն ինչի իր ադենը կա։ Ժամանակին համապատասխան զրուցել մկա, որ օգտակար եւ շինիչ շնորհալի կլինի լսողներին։ Արագած 25:11 նայեցեք ինչ կասես, սա էլ քեղեցիկ համար է։ Բաճշաճ, հարմար ասված խոսքը արձատե զարտերի մեջ ոսկե խնձորների նման է։ Հիմա ժամանակին, երբ նրանք արձատե զարդեր սարքում էին, եւ Սողոմոն ինքը գիտի այս բանի մասին, հարուստ մարդ լինելով, նրա նմանը չկար այն ադեն։ Ինք գիտեր ինչսել է արձատե զարդեր լինեն, այսպես բուքեմը լինի, ինչպես օրինակ ծաղիկի բուքեմը կա, որ սովորական ծաղիկներից, դաշտի ծաղիկներից հավաքված է, բայց մի մեջը կարմիր վարդ մը կա։ Նմանապես այդ արձատե զարդերը կան, մի հատ մեջ ոսկե խնձոր կա, որ երևում է, կարա ստենալ նրա։ Ասում է, բաճշաճ ասված խոսքը ճիշտ այսպես է, ճիշտ ադենին, ճիշտ ժամանակին, խոսքը շիդակ ադեն, ինչու
Շիդակ խոսքը, շիդակ ադեն երբ սվի, շինի չէ, կանտիչ չէ, օգտակար է, լավը, ժամանակին համապատասխան պետք է զրուցել։ Նրա համար է այդ քարոզիչի ասածը միևնույն անգամ եւս կասենք, ամեն խոսք ամեն տեղ չսվիր։ Ժամանակին սված խոսքը այդ ոսկե խնձորի նման է, արձաթե սարդերի մեջ։ Թայմինգը, եւ որ ժամանակին համապատասխան խոսելը զրուցել թայմինգի մասին է։ Թայմինգը իմաստության մի մասն է։ Գիտնաս ինչ ուզում ես ասել, ոնց ասել, երբ ասել։ Թայմինգը։ Երկու հատ ևս ոչ բանավոր հաղորդակցությունը կարևոր է։ Ինչ ասել է սա։ Ոչ բանավոր, ասին ոչ խոսքով հաղորդակցությունը կարևոր է։ Հիմա հիշում եք, երբ Ծնուտոց 4:6-ում դերը արդիմագայեց Կայենի նրա մեղքին, նրանից առաջ եւ որ իր նվերը, իր զոհը ինչ որ դիրոջ նվիրած էր, մերժվեց, ազոխոսք նայեցեք 4:6 Ծնուտոցում ինչ ասում է։ Դերը Կայենին ասեց, ինչու ես բարգացել եւ ինչու ես երեսդ կախել։ Մեկը կարող է խոսքով իր գնոջ չասի, բայց երեսը կարող է կախել զոր օրինակ։ Իր ագնարգով, բարգացած վիճակով, առանց խոսքերով, նրա մասին ենք խոսում, ոչ բանավոր հաղորդակցությունը կարևոր է։ Այսինքն բարձրապես որ բամը չասեցիր, ասել չէ որ անմեղ ես։ Երեսը տեսնում է քո գինը, ինչ տեսակ երեսով վարվեցար նրա հետ։ Ոչ ես բամը չասեցի, բամը չխոսեցա, չբարգացա, երեսը տեսնում ենք։ Դու բարգացած էիր, դառնացած էիր, ուզում էր խփել գնգանգարելի նույնիսկ, բամը չասեցիր։ Ինչ է, քյաբաբը ժամը 1-ին ուտելու դեղ 1:30 կերար։ Արագած 6, 12-14, Արագած 6, 12-14, անբիդան մարդը, այսինքն անորեն մարդը, նույն անցն է, չարախոս բերանով է ման գալիս, նա աչկերի թարթումով ագնարգում է, ոտքերով նշան է դալիս, մատներով ցույց է դալիս, նենքություն կա նրա սրտում, նա միշտ չարություն է նյութում, գրիվներ տարածում։ Տեսնում եք, այս մարդը այստեղը իր հայացքով, քալվածքով, մատներով, ոտքերով եւ այլն իր չարությունը, իր անօրենությունը ցուցաբերում է։ Այսինքն մի խոսքով, մեկը պետք չունի անպայման մի բան ասել։ Մարդ կա, որ այդպես կանե, բայց հասկանում ես։ Հասկանում ես, որ ինքը բամը չասեց, բայց մի խոսքով դու բամը ասեցիր, ատեղը պարիսեցիները նստած են, իրար նայեցան, այսպես արեցին, մենք գիտենք, որ արդեն որոշած են ու Հիսուսը պիտի խաչեն, այսինքն սպանեցնել տան, Հռոմի միջոցով։ Դու ես կարամ իմ գնոջս հանդեպ այնպիսի ցևով վարվել, որ իմ շարժումներով արդակին, առանց որ բան ասեմ։ Կարող եմ ես հստակ անել, որ ես երբեք չախորժեցա քո ասածդ։ Ինչ որ ասեցիր, համաձայն չեմ։ Գինը կհասկանա, աբուշ չէ, հիմար չէ։ Կհասկանա, ինչ ուզում ես ասել։ Քո դեմքը խոսում է քո բերանից առաջ։ Քո դեմքը խոսում է քո բերանից առաջ։ Ինչու առաջ որ բանը ասես, պատկերացրեք, եթե մեկը բանը ասեց քեզ, որ քեզ վիրավորեց, առաջ որ դու հարցակես նրա վրա, արդեն իսկ դեմքեդ հայտնի է, որ դու փարգացած ես, չէ՞։ Մեկը պատկերացրեք, չես կարող զորնակ մեկումը գոբիտ ծևով հանդիմանել նրա ասածին, այսպես, հա բայց դու չար մարդ ես, այսպես ժպիտով, չէ, սովորաբար պիտի բարգանաս, արդեն
Առաջ որ ասես դու չար մարդ ես, այդ զայրույթը երևում է դեմքիդ վրա։ Այս եղբայրը նրա մասին խոսում է։ Քո դեմքը խոսում է քո բերանից առաջ։ Այդ բանավոր հաղորդակցությունը կարևոր է, ոչ բանավոր հաղորդակցությունը կարևոր է։ Եվ վերջ, աղոթքի միջոցով երկխոսություն, աղոթքային երկխոսություն, այսինքն, ինչպես որ Փիլիպպեցիներ 4:6-7-ում ասում է, եւ որ խնդիր կա, նույնիսկ զույգի միջև ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությամբ, եւ որ ամեն բանում ասում է, չես կարող ասել, որ հա Պողոս Սարակյալ, մենք հասկանում ենք ամեն բանը ինչի մասին ես ուզում ասել, եկեղեցու խնդիրների մասին, մարդկանց կարիքների մասին, բայց ոչ ամուսնական կյանքի վերաբերյալ հարցերի մասին։ Ամեն բանում, ասում Արաքյալը, աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ Ձեր խնդրանքները թող այդնի լինեն Աստծուն։ Երբ միասին կանք աղոթելու, եթե խնդիր կա եկեղեցիում, միասին կանք աղոթելու, ճիշտ հոն է որ եւ իրար համար աղոթենք, այլևս այդ առնությունը, այդ սրտմտությունը, որ ունենք իրար անթեփ, այդ բաղությունը, որ կա, կքագվի։ Չէ՞ որ չես կարող աղոթել մեկում համար, որ սրտանց չես ուզում աղոթել նրա համար։ Հարային գերբով, երբ մարդ եւ գին միասին աղոթում եք Տիրոջ առջև իրարու համար, դուք արդեն ասում եք պետք եղածը, որ դիմացինը սիրտը ավելի այսպես հավի եւ հանգստանա, այդ սրտմտությունից վազ անցնի։ Եվ վերջո ամեն մարդ ուրախ սվարդ իրար, այսինքն փաթաթվում են եւ ասում են Փառք Տիրոջ, հիմա հասկանում ենք իրար, ներողություն ասում ենք իրար եւ այլն։ Եվ այդպես անելով հետո Արաքյալը խոստում տալիս է մեզ, երբ այդպես անում ենք եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, քու ակնկալիքդ վեր է, քու կարծածդ վեր է, քու սպասումդ վեր է, ինչ սպասում է որ լինի քո եւ ամուսնու միջեւ, դերը կարող է այնպիսի լուծում տալ մեր խնդիրներին, իբր ամուսին եւ կին, որ ու ասում ես հետո, վաու, Փառք Աստծո, ես ասկան Աստծո մեծ լինելը ես չի հասկանում դա։ Հասկանում եմ, որ մեծ Աստված ունենք, բայց ասկան մեծ, ասկան կարող, թող Աստված փառավորվի։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ծեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսով կբաբանի։ Սա նրա խոստումն է։ Ուրեմն աղոթքով լինենք մեր հաղորդակցության մեջ։ Աղոթքը սիրտը պատրաստում է խաղաղության համար։ Աղոթքը սիրտը պատրաստում է խաղաղության համար։ Երբ աղոթք կա, հետո տեսնում եք, որ խաղաղությունն ալ գալիս է։ Երբ հարցեր կան շփման մեջ, մարդ եւ կին, անհասկացություն կա, քիչով կամ շատով, մեծ կամ փոքր տարբեր տեսակի խնդիրներ կան, աղոթքը կարևոր դեր ունի մեր հաղորդակցության գործընթացում։ Ուրեմն կարևոր է, որ այս պրակտիկական սկզբունքները նկատի ունենանք, որբեսի կարողանանք մեր հաղորդակցությունը լավ հիմքի վրա մնա եւ աճի, որբեսի մեր կոնֆլիկտները, մեր հագարակությունը, հագամարտությունը, ինչ որ է իրար հանդեպ ունենք, լուծվեն Սուրբ Կրոնից եւ մեր հաջորդ բահում նրա մասին կխոսենք։ Աղոթենք։ Մեր հաջորդ հանդիպումը խնդրում եմ նկատի ունենանք ժամը 4:30-ին է, ժամը 4:30։ Սիրելի հայր, անգամ եւս Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար, այն բոլոր սկզբունքների համար, որ կարող ենք տեսնել քո խոսքիցդ, որ մեզ սովորեցնում է քո խոսքդ, ինչպիսի մարդիկ լինենք, նույնիսկ մեր ամուսնական կյանքերում։ Ով Տեր, մեզ սովորեցրու, որ քո խոսքի համաձայն, քո Սուրբ Օգու օգնությամբ մենք կարողանանք մեր հաղորդակցության մեջ, մեր զրույցների մեջ, իրար հանդեպ, իբր մարդ եւ կին, կարողանանք Տեր Քրիստոսավայել լինել։ Օգնիր մեզ, Տեր, սա ավելի թյուրուն է խոսելը, աղոթելը, քան թենելը, բայց մենք վստահում ենք քեզ, քո կարողությունը, մենք խնդրում ենք, որ դու մեզ օգնես, որ օրինագելի Քրիստոսավայել լինենք մեր հաղորդակցությունների մեջ
միմյանց հանդեպ իբր այրեր եւ կիներ։ Հիսյանով խնդրում ենք, ամեն։